վեհապարը, Գարեգին երկրորդ վեհապարը, ես ուզում եմ հիշեցնել, երբ նա մասն է, հիմա շատերը ասում են, այդ ընտրություններ են կեղծ, չգիտեմ ինչ, երբ նա ուրեմն Վազգեն վեհապարից հետո ինքն էլ թեկնածուներից մեկն էր, եւ երբ արդեն երկու թեկնածուները հաղթական ավարտի մոտեցան, Գարեգին այսօրվա վեհապարը եւ նախորդ վեհապարը, ըստ որում ավելի շատ ձայներ էր ստացել Գարեգին երկրորդ վեհապարը, որ այն ժամանակ դեռևս սրբազան էր, հայտարարեց, ասեց, ես գործող կաթողիկոսի հետ չեմ մտնի մրցության եւ թողեց, որպեսզի նա դառնա վեհապար։ Այդքան բարեպաշտ, այդքան բարձր գտնվեց։ Հիմա դուք ինչու եք մեղադրում, ինչա, ինձ եկել են ասում են, գիտեք, մոռացել է այդ դրվագը, այո, դա ես հիշել եմ եւ ասում եմ, տեսեք ինչ պատվական, ինչ բարեպաշտ մոտեցում էր դա։ Հիմա ինչ շատերը ասում են, գիտեք, երեխա ունի, ես ասում են ինչ որ մի երեխա ունի, ասում եմ, ցավոք, ափսոս որ մի երեխա ունի, ես կուզեի 10 երեխա, 100 երեխա ունենալ, ինձ դա երբեք չեմ կապում հոգևոր ուրեմն գործունեության հետ, ինչպես այդ քահանաները ամուսնանում են եւ երեխաներ ունեն եւ ես դա ուսումնասիրել եմ Ներսես կաթողիկոսն է այդ օրենքը ուրեմն ներառել ինչի համար որպեսզի կապիտալը եկեղեցական չգնա մասնավոր կերպով ասենք եպիսկոպոսներին բարձրաստիճան հոգևորականները լուրջ կարողությունների տեր են եղել եւ որպեսզի չգնա մնա ուրեմն վեհարանին մնա եկեղեցուն այդ օրենքը սահմանել են ես կարծում եմ ժամանակն է որ այդ օրենքը վերանայվի ես կարծում եմ որ դա ընդհակառակը կնպաստի որպեսզի ավելի լավ գործողություններ ծավալեն ավելի խոր որտեղ կունենան նաև իրենց զավակներին իրենց ժառանգները թեպետ երբ ես Բագրատ Սրբազանին ասացի Սրբազան ինչքանով է ճիշտ որ ձեր նման հոգևորականը ժառանգներ չունենա ինձ պատասխանեց ասաց ես բոլոր երեխաներն են իմ ժառանգները այսինքն նրանք ապրել են իրապես հայրենիքով Հայաստանով եւ ես տեսնում եի թե ինչ շունշան որդիներ պատերազմի օրերին գլուխները կանացի բարտիկների մեջ խրած դիշով կեք հելել ու անվանարկում են այն հոգևորականին ով նաեւ զենք էր վերցրել Արցախյան ազատամարտում, ով միշտ է կանգնած եղել զինվորի կողքին։ Ես որ մասնակցել եմ ուրեմն ամանորյա հանդեսների զինվորների հետ խրամատներում առաջին գծում, Բագրատ Սրբազանն է եղել պատճառը, ոչ միայն ինձ։ Շատ արվեստի գործիչների հրավիրել է, տարել է, պահանջել է նաև, որ զինվորի կողքը պիտի լինեք։ Դուք պիտի գաք, այո, զինվորի հետ ամանոր նշեք այդ հյութերով, չգիտեմ, գաթաներով եւ այո, դուք պիտի կարողանաք, բայց մենք որ գնում էինք ոչ թե մենք էինք նրանց այդ ոգեղենությունը հաղորդում, ուժը, այլ նրանք մեզ, որովհետեւ այո, զինվորը արդեն հասկանում էր, որ պաշտպանված է, որ թիկունքում ունի, ուրեմն եւ հոգեվորականներ, եւ մտավորականներ, արվեստի գործիչներ, ազգ, հիմա չկա այդ ամենը, հիմա կա ուրեմն